Բարև ձեզ, իմ անունն է Էդուարդ է։ Ինչի համար եմ խոսում, որոշ ժամանակ առաջ առաջարկ եմ ուղարկել պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև սոցիալ-նախարար Արսեն Թորոսյանին։ Դրանից առաջ նաև նույն առաջարկը ուղարկել եմ նախորդ նախարարին սոցիալ ու նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Առաջարկիս բովանդակությունը կկցեմ այս հայտարարությանս, բայց մի քանի խոսքով ներկայացնեմ ինչու՞մն է բանը։ Առաջարկում եմ տուն չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջին հերթին, ինչպես նաև ընտանիքի չափերից փոքր բնակարանում կամ տանը բնակվող քաղաքացիների և միակ տան համար հիպոթեկ փակվող քաղաքացիների տվյալները ճշտի կառավարությունը, պետական պարտատոմսերով փող ներգրավի ու համայնքային հողի վրա ըստ տվյալ քաղաքացիների կորցրած տան բնակավայրի, ինչպես նաև փակվող հիպոթեկի կամ փոքր ընտանիքի չափերից փոքր տան բնակավայրի սարքի շենքեր և տրամադրի քաղաքացիներին հետևյալ պայմաններով. մեկ մարդուն 25-ից 30 քառակուսի մետր բնակ տարածք և մեկ սենյակի համար 50,000 դրամ ամսական վճար, թե ինչքան ժամանակում կփակվի քաղաքացին կամ ընտանիքը նշված բնակարանի գումարը, դա կախված է պայմաններից, առաջարկել եմ բնակարանները հանձնել կահավորված և վերանորոգված, ըստ քաղաքացիների նախընտրության, ամսական մեկ սենյակի համար 50,000 դրամ վճարելով, օրինակ 3 հոգանոց ընտանիքը կստանա 75-ից 90 քառակուսի մետրանոց բնակարան, որի համար կվճարի 150,000 դրամ ամսական։ Առաջարկս ընդգրկում է տարաբնույթ այլ առաջարկներ, օրինակ քաղաքացիներից կատարել լրացուցիչ փոքր պահումներ, որի միջոցով կստեղծվի ժամանակի ընթացքում գումարային ֆոնդ, որը այդ ընթացքում կկառավարի կառավարությունը, բայց նշված գումարային ֆոնդով հնարավորություն կստեղծվի անհրաժեշտության դեպքում վճարել վերջնավճար, որը կպակասի ժամանակի ընթացքում, կախված թե քանի տարի հետո է քաղաքացին փակում ամբողջ գումարը։ Նաև առաջարկել եմ ժամկետից շուտ փակելու դեպքում ոչ մի տույժ տուգանք չհասնի քաղաքացիներին և առաջարկել եմ սա դիտարկվի որպես վերջին գույք, որտեղ պետք է քաղաքացիները բնակվեն և հնարավորություն չլինի նշված գույքը, ինչպես նաև այլ մեր բոլոր քաղաքացիների վերջին գույքը ընդգրկել որևէ ֆինանսական գործարքի մեջ, կլինի վաճառք, գրավադրում, վարձակալություն, նշվածով կկանխենք քաղաքացիների ունեզրկումը և ինչպես նաև նշված պայմաններին չհամապատասխանող քաղաքացիների ընդգրկումը տվյալ պրոցեսի մեջ, որպես շահառու։ Առաջարկս ոչ մի արձագանք չի ստացել, միայն նախորդ սոցիալ-նախարարի ժամանակ մեկ աղջիկ էր զանգել, սակայն խոսակցության բովանդակությունը ոչ թե առաջարկիս իրագործման հնարավորությունների մասին էր, այլ իրենց արդեն իսկ առկա այլ նմանատիպ կամ բնակարանային ապահովմանը միտված առաջարկներից օգտվելու հնարավորությունների մասին էր։ Առաջարկս հնարավորություն կտա հազարավոր մեր քաղաքացիներին ունենալ սեփական տուն, բնակվել Հայաստանի Հանրապետությունում ու վարձով չապրել,
խնդրում եմ հավանել, տարածել, եթե կիսում եք նշված միտքը, որպեսզի մեր ձայնը միասնական լինի, ուժեղ հնչի և կառավարությունը ու համապատասխան պատկան մարմինները լսելով դա իրագործեն նշված նախագիծը։ Շնորհակալություն։